Մեր ամոթի 5 տարիներն են անկեղծ, ամոթի ինչի համար, ասենք լիքը պետություններ պարդվել են, բայց ոտքի են կանգնել, իսկ մենք չենք էլ ուզել ոտքի կանգնենք, իսկ ինչ եմ տեսել պատերազմին ինքան վատ բան եմ տեսել, պատերազմին ինչ կտեսնի вообще, պատերազմին այն որ այս պահին սաղ աչքերիս դեմով եկավ ու անցավ, ես ճիշտ է մեկ շմուշ եմ գնացել ֆրոնտ, հա, այդ էլ մեր պետության իշխանության շնորհիվ, որովհետև երբ որ ես եկա այստեղ կամավորվա ու ինձ իսեցին այն ժամանակվա պես պիտի չենենք, պիտի կանոնավոր բանակի պես եղնի երտակ ֆորմետ պիտի հակնիկ, չգիտեմ ես են զենք ստանակ այսպես, որ երտակ ոբշեմ կանոնավոր բանակի պես ու ասենք գնացինք մոտավորապես մեր 15-20 օր անիմաստ տեղը տուցի պոլկը մնացինք ու ամեն անգամ ես կռիվ կենեի, թե ինչ եմ ես ստեղ, ինչի համար եմ ստեղ, ես իմ ծառայությունը շատ վաղուց ծառայի պրձել եմ, ես եկել եմ հիմի, որ երտամ իմ հողն ու ջուրը պահեմ ու երբ որ ես պատասխան կլսեի, որ գիտեք հələ կարիքը չկա, ասենք մի ամ շշմելու հարց կուտա իրանց, ինչ կրնա կարիքը չյանի, երբ որ ամեն օր մտնիսկը Facebook լիստը թերթելու տեսնիս, որ մոտարապես 100-200 հրեշտակ երեխեք զոհ գնացել են ու ինչ կրնա իմ կարիքս չյանի ու ինչ կրնա խոսքի այդ դուցի պոլկի ու Հայաստանի լիքը պոլկերի որ մոբերին տարել լծել էին այնտեղ անիմաստ կերծնեին ինչ կրնա իրանց կարիքը չյանի նոր ես անկեղծ զորով ընձի այդ պոլկից զորով գրգել են մենակ գնա քեզնից պրզնինք որովհետև ես ամեն օր կռիվ կենեմ ես ինչի Արցախ չեմ ես ինչի պատերազմի դաշտում չեմ ինչի ստեղ ինչ կենեմ Արցախի որ հատվածում էի ես Մադաղիսի ու Մարտակերտի ստիկ պես կկոչվեր այդ տեղանքը ես այդտեղ եմ եղել Փարկասու բանը որտեղ որ մենք էինք մեր միլիմետրում այդ կեղդերը առաջ չէին եկել մենք որովհետև այնտեղ գիտենք որ սիկ վերջն էր մենք պետք է հաղթենք ու մենք մեր երեխեքին խաղաղ ապագա պետք է տանք բայց այն որ կսեն մեր զինվորը չի կռվել այն որ կսեն փախել է չգիտեմ հա բոլոր տեղերում է կան դոնք այնպես չէ որ չկան այնպես չէ որ բացառվի կա բայց այն բուն կորիզը մեծամասնությունը կռվել է մեծամասնությունը պայքարել է մենք դաժե ես կհիշեմ այդ ժամանակ արդեն այնքան ենք սորվել այդ բեսպիլոտնիկներին որ AK-74-ով բեսպիլոտնիկի վրա կկրագեինք նոր ուղղակի մենք մեզի հումոր կենենք ամեն մեկը սպարգած կկրագեինք բեսպիլոտնիկին նայենք ով պետք է կպներ դեռ որովհետև վաղ չկար չենք պայմենի չենք փախնի մեզի պրոստը պետք էր զինվորին հա ով որ գնացել էր հայրենիքի հողի ու ջրի համար կռվելու պետք էր իշխանության պատժեշկեն պետք էր որ իրանք կանգնեն ու մինչև վերջ այդ մեր ոգին այդ մեր ուժը որ ասենք ամեն մեկը ստարել էինք որ վсё սիկ վերջն է պրծավ Ադրբեջանը պիտի չնջվի երտա ու մեկ է հոպ մի օրը իմանանք որ մենք հանձնենք Արցախը որովհետև 30,000 մարդու կյանք փրկեցինք այդ 30,000 մարդու կյանքը ինչի տեղ փրկեցիք ես մնացած որ բերել լծել էիք պոլկերը Հայաստանի անիմաստ կերծնեիք բիլետներն է ծերներից վերցրել եք որ հանգարց իրանք կամավոր ուրիշ մամ ջոգատի հետ չէր տային ինչ եք տարել այդ պոլկերը հա բերեք սաղը մտնեին Արցախ ու սենք ջնջելով երթային այդ պատերազմը իրականում եթե այդ 10 օրը երկար էր մենք լրիվ ուրիշ ընթացք ունենայինք ու ի օգուտ մեզի կերներ այդ ամեն ինչը որովհետև դաժե ես կհիշեմ մի անգամ տեսա այլևս կարմիր ժառած խոսքի խոսար որ եթե մեկ քիչ մեկ երկար էր այս պատերազմը մենք արդեն լուրջ խնդիրներ կունենանք այսինքն ձեր խոսքից հասկանում ենք որ
ռազմական իմաստով պատրաստ եք եղել, այլ ղեկավարությունը դիվանագիտական ճակատում է այդ պարտության տարել։ Գիտեք ինչ, ես պրոստը ապշիմ եմ բանի համար, որ մեր զինվորին անընդհատ կփորձեն նվաստացնել, մեր ազգին կփորձեն նվաստացնել, որ չենք կռվել, վախեցել ենք, փախել ենք, չէ, մեր զինվորը կռվել է, մենք ռազմական առումով ենք ուժեղ եղել, մենք ոգով ենք ուժեղ եղել, ամեն պատերազմը մենակ զենքով չէ, պատերազմում ոգի է պետք։ Ինչ որ ես կհիշեմ, երբ որ ծառայության ժամանակ Արցախում կծառայի, մենք 7 հոգով կպայինք պոստը, իսկ դիմացը ցելի միամ 10 էր։ Դիք ոչ թե ընուրից էր որ մենք քիչ էինք, դիք ընուրից էր որ իրանք կվախենային մեզնից։ Ու միջև հիմի իրանք կվախենան մեզնից։ Եթե մենք այդքան թույլ էինք, եթե մեր զինվորն այդքան թույլ էր, 44 օր ինչ մենք կռվանք ու պատվով կռվանք, ինձ ինպես հետաքրքիր է, ինչ ենք մենք կռվել 44 օր, եթե մենք զենք չունեինք, Ալիևը ինչ պարատ կեներ 5 միլիարդից ավել Արցախի զենք կողնալով, ինչ չունեինք մենք այդ ամեն ինչը, մենակ էշ խոսալով չէ էս անդր մնացած է, մենք ամեն ինչ էլ ունեինք, մենք տարածքի անվտանգությունն ենք, հա, ԱՊՀ երկրների, չգիտեմ, ինչ կսեն, ես չգիտեմ, մեր բանակը։ Ինչ որ մեր բանակը հունիսին, տոլի հուլիսին ամենամարդունակ բանակն էր, բայց սեպտեմբերի 27-ին տարավ բանը, վատ բանակ, առանց զենք 80-ականի զենքով։ Պես շատ կարևոր է զենքը որ թվի է։ Ես մի հատ AK-74 ունեի, բայց այդ AK-74-ը որ իրանց պոստերը կերտա, հետս չէի տանի, միամ գրանատ կվերցնեի, հետս որ ստուճի չիվո հանգարց գերի ինգնելու եղնեի, համենձի ամեն մեկ քանի անասունի հետս վերացնեի։ Պատերազմի միջից այս թող ու բողից անցած մարդ։ Հիմա շատ են խոսում խաղաղության մասին, իշխանությունները դարաշրջան են բացում խաղաղության։ Որպես պատերազմ տեսած մարդ, ինչպես եք վերաբերվում իշխանության բերած այսպես կոչված խաղաղության։ Նախ կանգնուրից որ մեր երկրում նախ իշխանություն չկա առաջի հերթին, ինչ իշխանություն, նախ իշխանությունը, եթե իշխանություն եղնի, խաղաղությունը նախ չեն մուրա, ես իրանք սեմ խաղաղության ստրուկ, խաղաղությունը չեն մուրա, խաղաղությունը բդի պատվով ձերք բերես, եթե խաղաղություն կուզես, պատրաստվիր պատերազմի, խաղաղություն կեղնի այն ժամանակ, երբ որ հետ կա մեր Արցախը, հետ կա մեր այս մնացած այն որ դեմարկացիա, դելիմիտացիա, ինչ որ 1000 բառեր կօգտագործեն, չգիտեմ, սահմանազատում, սահմանակացում, չգիտեմ ինչ, երբ որ մեր սա հողերը ետ կա, խաղաղություն ուզող այս ախմախները, ինչը կրնա, ելը հասել են ջրվեժի գլուխը, խոսքի հրաբարագից մեկ քանի կիլոմետր հետո իրանց բանը տարոշը կերևա, ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ որ մեր կեսն ենք տվել, մեր հայրենիքի կեսը տվել են, ինչ խաղաղության մասին է խոսքը, ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ որ այս մեր սուդի իշխանությունը անընդհատ խաղաղություն կքարոզե, բայց այլևս իր ժողովրդին ամեն անգամ պահը բաց չի տոնա, կելնի կսե մենք պետք է պատրաստվենք պատերազմի, ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ որ Ադրբեջանի նախագահ անընդհատ իր ժողովրդին կկերծնե, գիտեք, այս հայերն որ կաբրին, արևմտյան Ադրբեջանում կաբրին։ Ինչ խաղաղության կամ ստորագրության մասին է խոսքը։ Չկա պես բան։ Խաղաղություն կեղնի այն ժամանակ, երբ որ իր աղբերը, հա, այլևը կամ Էրդողանը, չգիտեմ, որն է մեծը, որը փոքր է, ես չեմ կրնա ասել, կամ կրնա մեկը պապան է, մյուսը փոքր աղբերն է, կամ միջնեկն է, կամ մեզն է, երբ որ իրանք հրաժարվին մեր Արցախից, հրաժարվին հիմի որ գնացես Սյունիքի Սև լճի հատվածն են կարծեմ, այն 30% հատվածն են վերցրել, այն Վարդենիսի կողմերը, մի խոսքով, իրանց ոտով ելնին հրադները քաշեն մեր հողերից էստա։ Ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ որ
մենք գուզենք սահմանադրություն փոխենք բանը մեր թշնամի պետության ղեկավարի հրամանով։ Ինչ խաղաղություն, երբ որ 1915 թվին 1,5 միլիոն հայ ջարդեցին։ Հեղի կանանց փորերը կբացեն, կնային տղայը կմորթեն, կնային աղջիկը կպահեն կամ ներգուսին իրար կամ երեխուն մորցերը կուտանք, ինչ խաղաղության մասին է խոսքը։ Չի կրնա խաղաղություն։ Ես չեմ կրնա Թուրքի հետ խաղաղ ապրել։ Իմ հարևանիս անունը չպետք է լինի Ահմեդ կամ չգիտեմ ինչ Զիպիլ։ Ես չեմ պատրաստ իմ երեխեքիս թուրքերի հետ մեծացնել։ Ու ես առիթից օգտվելով ճիշտ է մենք գուցե մեկ քիչ շեղվա կամ չշեղվա, ես կուզեմ մեր ժողովրդին, մեր ազգին, հային, հենց հային, որովհետև չի կրնա հայի կենը, չի կրնա հայի արուն ունեցողը այս տեսակ վատ վարվի հայ ազգի հետ։ Ես կխնդրեմ, որ ոտքի ելնենք, ես կխնդրեմ, որ վերջնականապես գիտակցենք, հասկանանք, որ այս ամեն ինչը կտանի հայ ազգի կործանմանը, այս ամեն ինչը կտանի, որ հայ вообще չի եղել, այդ իրանց են մեծ թուրանքս են, ինձ զիբիլ կսեն, այսինքն մե հայը մե պետք են այդ հանգարանային որպես նմուշ, ունձի գթավա այդ հանգարանային նմուշը կյանի Նիկոլողլին, բայց ես վստահ չեմ, որ ինքը հայ է։